Նամակը փոխանցվել է համապատասխան բաժին։ Հայաստանում Եվրամիության դեսպանատան անվտանգության պատասխանատուին նամակ են տալիս հայրենիք կուսակցության անդամները։ Պահանջում են, որ եվրոպական կառույցը աչք չփակի Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հաշվեհարդարների վրա։ Քանի որ Եվրոպան համարում է ժողովրդավարության այսպես կենտրոնը, հա, համաշխարհային կենտրոնը, իրենք իրենց դեմքը փրկելու խնդիր ունեն, հետևաբար պետք է քայլեր իրականացնել, որպեսզի իրենց դեմքը փրկեն։ Եվրոպական կառույցները, որոնք ժողովրդավարություն, օրինականություն, հանդուրժողականություն են քարոզում, միթե չեն տեսնում, որ Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով, իշխանությանը քննադատող հոգևորականներով, ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրային ու քաղաքական գործիչներով։ Չեն տեսնում, որ Փաշինյանի հռչակած ժողովրդավարության բաստիոնը իրականում բռնատիրության օրան է, հարցնում են բողոքի ակցիայի մասնակիցները։ Այնքան շատ են, որ չենք հասցնում հաշվենք։ Այսինքն երբեք չի եղել Հայաստանում, որ ամեն շաբաթ կարող ենք ունենալ նոր քաղաքապետարներ, նրանցից ոմանցի կարող են ազատ արձակել եւ շղթան շրջանառություն այնքան մեծ է, որ հնարավոր չի դառնում արդեն հաշվել։ Անցած տարեվերջին ամանորից ժամեր առաջ նաև հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, կուսակցության ներկայացուցիչներից Արամ Քոչարյանը ձերբակալվեցին, ավելի ուշ կալանավորվեցին։ Քննչական մարմինը նրանց մեղադրում է վաղարշապատում թիմ ընտրությունների ժամանակ կաշառք բաժանելու համար։ Փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով գործը կարված է։ Խաչիկ Գալստյանի վերաբերյալ գոյություն չունի որևէ տվյալ փաստ, որը հիմնավոր կասկածի, անգամ հիմնավոր կասկածի հետ նվազ շեմով կարող էր հաստատել կամ կարող էր նման լինել հանցագործություն կատարելու դեպքի հետ։ Ըստ Բաբայանի, Փաշինյանի պահանջով ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ հերթով հայտնվում են բանտերում, որպեսզի ընտրություններից առաջ երկրում վախի մթնոլորտ տարածվի։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։